Ողջույն բարեկամներ, փող մեզ հետ մնան նրանք, ովքեր դեռ բարոյապես չեն մեռել, ասում էր Նժդեհը։ Մի ուրիշ տողերով Նժդեհն ասում է. ընդհանուր տեսակետ ունենալ արտաքին թշնամու հետ նշանակում է ներքին հակասության մեջ լինել հարազատ ցեղի հետ։ Այն ինչ որ այսօր կատարվում է մեր շուրջը, մեր հետ Հայաստանում, դրսում, տեղավորվում է այս երկու տրամաբանության մեջ։ Մի մասը բարոյապես մեռել է, մյուս մասն էլ ընդհանուր տեսակետներ ունի թշնամու հետ, որը նշանակում է, որ ցեղի հետ է հակասության մեջ, որը նաև նշանակում է բարոյապես արդեն մեռել։ Թվում է շատ բան պետք չէ մեզ ճիշտ ապրելու, ճիշտ ուղղությամբ գնալու համար, որտեղ ունենք մենք մեր կյանքում պատմականորեն լավագույն ուղեցույցները եւ փիլիսոփայության մեջ, եւ աշխարհագրության մեջ, եւ բարոյական չափանիշների մեջ, ամեն ինչի մեջ։ Մենք սեփական մեր ուղեցույցներն ունենք, որոնց ընդհանրապես լսելու հետևել է պետք, եւ ամեն ինչ կգնար իդեալական իրենց հունով, իր հունով ավելի ճիշտ։ Բայց ցավոք այդպես չի, ցավոք գաստակերությունները շատ են, մարդիկ նախընտրում են բարոյապես մահանալ, չհասկանալով, որ ֆիզիկական մահը ընդամենը քայլ են կողմը, քայլ են կողմը։ Մեզ ինչ է մնում անելու, մեզ մնում է գոտեպնվելու եւ ամենակարևորը երբեք չտատանվելու մեր ճշմարտության մեջ, մեր իրական նպատակը երբեք կասկածի մեջ չդնել։ Սա ամենակարևորն է։ Իսկ հիմա անցնենք այսօրվա կարևոր իրադարձություններին։ Այսօր ցերեկս բան ընկավ աշկով, ուզում դուք լսեք մի բան, եմ որ ասում եմ բարոյապես մեռածների մասին։ Սա ասազանագությունը չի, նկարն է, ինչ որ է։ Նիկոլի աջակիցներից, հպարտան Նիկոլով գնացել է հետը պարելու, սրտիկ մրտիկներ անելու։ Սա բարոյապես մեռածն է, իսկ սա մենք ենք։ Սա մենք ենք։ Սա էլ է նախճնակն է, որ ճշմարտությունը գերադասեց իր գերազանցիկի սովորությունից։ Գիտեք, չէ, գերազանցիկները շատ բան են, ծանր են տանում, թանկացած ցածր բան, կյանքով էլ են իրենք այդպես գերազանցիկ, ամեն ինչ սիրում են իդեալական անել, բայց առաջնահերթը, առաջնայինը ըստ եւ մեր տեսակի համար դա ճշմարտությունն է, որը չի վաճառվում, որը չի սակարկվում։ Իսկ այս տեսակը արդեն մեռել է, բայց չեն ասում, որ տրամադրությունը չընկնի, որովհետև իր համար միևնույնն է, ինչ է կատարվում իր շուրջը։ Հետևաբար հետևանքների մասին առանձնապես չի մտահոգվելու, ինչ որ է։ Այսօր Հայաստանում բացառիկ իրադարձության օր էր, քաղաքական, աշխարհաքաղաքական իմաստով, որովհետև աշխարհակործան, հայակործան ները որոշել էր համերգ կազմակերպել։ Ճիշտն ասած, որ ես լսեցի համերգ կազմակերպել, ինչ կանցնի մտքովս։ Ձեր մտքով օրինակ ինչ անցավ, գրեք, որտեղ օրինակ կարող է լինել իր համերգը։ Ես մտածում եի, երևի սրանք համալիր առնվազն կվերցնեն, որտեղ կտեղավորեն մի 10,000 հոգի, կբերեն այս կողմից այն կողմից կլցնեն, դե որ շքեղ լինի բանը։ Փաշինյան Նիկոլն է, մի 10,000 հոգի, 10,000 գլուխ, ինչ ա որ չկարողանան ճարել ու լցնել այդ համերգը։ Բայց պարզվեց, որ չէ, ամեն ինչ այդքան էլ հեշտ ու իդեալական չի, խնդիրներ կա։ Այդ համոզման եկա, երբ որ լսեցի այս տեսանյութը, նայենք իրար։ Այս պահին մենք ջրվեժի ռեստորաններից մեկի հետ տարածքում ենք, որտեղ քիչ անց կմեկնարկի մի համերգային ծրագիր, որի նախաձեռնող Ջրվեժային ռեստորանային, ջրվեժի ռեստորանային համալիր։ Ոնց թե։ Ուրեմն սա փոխում ամբողջ տրամաբանությունը։ Շատ բան է փոխում։ Նախ տարողունակություն, հաստատ համալիր չի,
Շատ հարցեր են լուծվում, ովքեր կարող են գալ, ովքեր են հրավիրված եւ եկածները ինչու համար կարող են գալ, հա, անվճար ուտելիք, քանի գլուխապետք։ Նույնիսկ այդ պարագայում իրանք շատ չկարողացան հավաքել փաստացի։ Սա փոխում է ամբողջ կառուցվածքը։ Սեփական թիմին կերակրել պետության հաշվին, հասկանում եք, որ այս ծախսերը ոչ մեկը իրանք հաշվին չեն արել։ Սեփական թիմին կերակրել ու ցույց տալ, որ ինքը բառաբանների վրա կարողանում է խփի, հա, խփի։ Որովհետև հարվածային գործիքներին տիրապետելը դա ուրիշ բան է։ Սենց գործիքին խփել, դժվար բան չի։ Առանձնապես բան չի պահանջվում դրա համար։ Եվ այսպես փաստորեն իրանք չկարողացան իրանց ամբողջ ռեսուրսներով համալիր լցնել ու փոխարեն նախընտրեցին ռեստորանային ֆորմատ, որտեղ իրենք իրանց համար ջան ասեցին, ջան լսեցին։ Եվ ինչ պետք է ասի մեզ հայրից դա բացարձակապես ոչ մի բան էմոցիոնալ առումով ոչ մի բան չկա այնտեղ։ Իսկ որպես փաստ կարող ենք նշել հետևյալը, որ չկա նախկին էնտուզիազմը, չկա այն վստահությունը, որ իրենք կարող են ավելի մեծ մասշտաբների վրա անել, ցույց տալու համար Փաշինյան Նիկոլի մեծ ընտրազանգվածը։ Հավատացեք, որ սա PR ակցիա էր, սա իր թիմակիցներին համոզելու ակցիա էր, որ մենք ուժեղ ենք, որ մենք տիրապետում ենք դրությանը, որ մեծ հետևորդներ կա, այո, ձեր հետևորդներ կա եւ կա։ Իհարկե կա։ Բայց մենք ուրիշ ենք։ Փաստացի մենք ուրիշ ենք։ Իսկ հիմա ես այս նկարի մասին եմ ուզում խոսել։ Սա ես նկարել եմ Կոպենհագենում, գիտեք, հենց այն տարին էր, որ Հայաստանում տեղափոխություն էր 2018 թիվ, մայիս ամիս։ Չէ, գներեք, ավելի շուտ 15 թվին եմ նկարել, ներողություն։ Ենթադրում եմ 15 թվին էր։ Ինչ որ է։ Սա մի փոքրիկ արձան է, մի փոքրիկ Կոպենհագենում, այն ճանապարհի վրա, որ ովքեր այնտեղ ապրում են կամ եղել են այդ ճանապարհի վրա, որը տանում է դեպի հայտնի ջրահարսի արձանը։ Ինչի՞ եմ սա ցույց տալիս հիմա։ Այս ինչ որ կատարվում է, սա մենք այս ամեն ինչը բերում է սրան։ Մեդիան այլասերված է, քարոշությունը այլասերված է, կռիվը գնում է անձնական մակարդակների վրա, ընտանիքներում է տեղափոխվել, հա, կռիվը տեղափոխվել է ընտանիքներ։ Հիմա ընտանիքի ամրությունը եւ սեփական կապանքներից, սեփական խնդիրներից, սեփական ձեռքերով ազատվելն է լինելու մեր փրկությունը։ Ես համար եմ այս նկարը ցույց տալի։ Սեփական ձեռքերով, ոչ թե փրկիչի սпасելով, սեփական ձեռքերով, ոչ թե գուրուի կամ դասատուի կամ ոժդի սпасելով, որովհետև միայն սեփական նախաձեռնությամբ փրկված, դաստիարակված, հավատարիմ արժեքների մարդն է, որ ինքը կարող է դառնա պատկառանքի առաջ գա։ Իր հետևից մարդ տանի, իր օրինակով վարակի ուրիշներին։ Դաման ասում, չկա ավելի վտանգավոր մարդ բռնակալների համար, քան սեփական փորձով կյանքի բոլոր դժվարությունների միջով անցած ու այն հաղթահարած անձը, որը վախեր չունի, որը կասկածներ չունի, որը արդեն ինքն իրան ապացուցել է, որ ինքը կարող է, որ ինքնավստահ է, որ ինքը կարող է նույնիսկ հրաժարվի շատ բաներից իր արժանապատվության համար։ Այո։ Հիմա կռիվը տեղափոխվել է ընտանիքներ։ Այն ժամանակ հեշտ էր։ Ասենք մի 10 տարի առաջ այդ խնդիրը չկա։ Այս մասշտաբի չէ, հա։ Ամեն ինչ որ ձևով այլասերված էր, բայց ոչ այսքան, ոչ այս աստիճանի։ Այլասերվածությունը ընդամենը կոռուպցիայի, կաշառակերության, փողով ձայն վաճառելու, դից այսօրվա վիճակով անմեղ բաներում էր այդ այլասերվածությունը։ Նույնիսկ եմ ասում, այսօրվա վիճակով անմեղ։ Չնայած համակարգային իմաստով դա պատճառն է ամեն ինչի, հա։ Բայց այն ժամանակ այս խնդիրը չկար։
Իսկ հիմա ամեն ինչ տեղափոխվել է ընտանիք։ Էլ ոչ մի տեղից ընտրություն եւ փոփոխություն մի սպասեք։ Կամ մենք ընտանիքներում պաշտպանվում ենք Փաշինյան Նիկոլից, որովհետեւ ինքը մտել է դպրոցներ, ինքը մտել է մանկապարտեզներ, բոլոր տեղերում քարոզ է անում։ Մտել է TikTok, Instagram, որտեղ որ հնարավոր է։ Կարևոր չի ինչ որակով է մտել, ապա շնորհավ, կրեատիվ է, ընդհանրապես կապ չունի, նա մտել է այնտեղ։ Այսինքն տեղ չի թողել լավ բանի համար, այլանդակել ամեն ինչ։ Կարող ասում, մեր պաշտպանությունը մնացել է ընտանիքներում եւ սեփական նախաձեռնությունով դա պիտի արվի։ Եթե արեցինք ժողովուրդ ջան, մենք կլինենք ազգ բանակ, մենք կլինենք անպարտելի ազգ, մենք կլինենք վերածնվող ազգ, մենք ապագա կստեղծենք մեր ձեռով։ Եթե ոչ, եթե բոլորը դառնալու ենք Նիկոլ, հա, բոլորը սպասել ենք մեզ հրավիրատոմս երբեն ուղարկելու, որ գնանք ձրի հաց տենք, իսկ իրանք պատրաստ են։ Մի անգամ կերակրեն, էլ ինչ մի դժվար բան է, որ այդ ինչ մի դժվար բան է։ Տարեկան 1.5 միլիարդ դոլար պարտավորացնող համար այդ ինչ դժվար բան է։ Դժվար։ Ես, եթե հիշում եք, երեք դրել էի հարցախույս, որպեսզի հասկանանք ինչ վիճակում է սա եւ ինչ փոփոխություններ կա քաղաքական դաշտում, մանավանդ որ 4-րդ տեղում գտնվող տեխնացուն Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ ինքը միակն է, որ կարող է երկիր այս վիճակից հաղթահարել։ Եվ այսպես այս վիճակում ունենք 5500 քվեարկող, Փաշինյան Նիկոլը էլի իր մաքսիմում 15%-ն է, ինչպես ի սկզբանե, ինչպես եթե նույնիսկ 5500 փոխարեն լինի 55000 քվեարկող։ Երկրորդ տեղում ներողություն, երկրորդ տեղում չասեմ, դեսենց ասեմ, առաջի տեղում 48% լիդերը Նինա Կարապետյանցը, երկրորդ տեղում 26%-ով Նարեկ Կարապետյանն է, երրորդ տեղը Փաշինյան Նիկոլը, չորրորդ տեղը այն տեխնացունը, որ ինքը գիտի, ինքը միակ տղամարդն է Հայաստանում։ Հələ այն բանի տակ է 99 թվականի հովերի տակ է։ Բայց իրան դնենք մի կողմ ու արձանագրենք մի բան, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը ունեն այնքան, ինչքան Նարեկ Կարապետյանը։ Այսօրվա վիճակով, փաստորեն Նիկոլն ու Ռոբիկը ունեն այնքան, ինչքան Նարեկ Կարապետյանը ունեն։ Իսկ դե բնականաբար Նինա Կարապետյանին չեն ասում։ Առանձին ոչ մի երկու հոգի իրար հետ չի հասնում, ոչ Նարեկն ու Փաշինյան Նիկոլ իրար հետ, ոչ իհարկե Նարեկն ու Քոչարյան Ռոբերտ իրար հետ, ոչ մի չեն ասում։ Սա YouTube-յան քվեարկություններն իմ ինչքանով ակտալ, որ դու ոչինչ չես կարող փոխել։ Ես հիմա եթե նույնիսկ մի տառ ուզենամ փոխեմ, չեմ կարող փոխել։ YouTube-ը ցույց չտալի։ Եվ դա ազատ քվեարկություն է։ Եվ շատ դեպքերում, երբ որ տարբեր բաներ եմ նայում, հարցումներ եմ նայում, կարող է 0.5%-ի տարբերություն կա։ Ինքը հիմնականում արտացոլում է այն, ինչ որ կա։ Իրանք առաջին։ Մենք էլ հիշացնենք էլի ով է Փաշինյան Նիկոլը։ Այս այն տղան է, որ մայիս ամսին ապրիլյան պատերազմ էր գնացել։ Այ մայիս ամսին չծառայած Փաշինյան Նիկոլը գնացել էր ապրիլյան պատերազմ, որ նկարվեր, որ ասել հետո ես էլ եմ մարդ։ Հիշում եք այս ընթացքում ով էր նախագահ։ Սերժիկ Սարգսյանը։ Հիշում եք այս ընթացքում ով էր պաշտպանության նախարար, այն որ այսօր նստած է Փաշինյան Նիկոլի մոտ որպես դեպուտատ պատգամավոր։ Հիշում եք ով էր փոխնախարարը, հետո դարձավ Փաշինյան Նիկոլի նախարարը։ Կարող էր արդյոք չծառայած իբր ընդդիմադիր Փաշինյան Նիկոլը գնալ բանալ, ավտոմատ ստանալ, մայիս ամսին նկարվել եւ դա ներկայացնել որպես ապրիլյան պատերազմի դեպքեր։ Կարող էր։ Ոչ։ Ուրիշ հարցեր կա իրա ու Սերժ Սարգսյանի մտերմության աստիճանների մասին։ Հուսով եմ ոչ։ Հրապարակում են հրամանը, ինքը վստահ
մեծ սիրով հրապարակում է, որով հոգևոր ծառայությունը աչքերում է արդեն բանակում։ Այսինքն քահանաները, հոգևոր ծառայողները այսուհետև բանակում անելիք չունեն։ Հոգևոր բոլոր տեսակի դրսևորումները քրիստոնեության հետ ազգային բոլոր ձևերով, այսինքն բոլոր այն գործիքակազմը, որը մեզ հիշեցնելու է մեր ինքնության մասին, մեր կրոնի մասին, մեր պատմության մասին, մեր պահանջատիրության մասին, սրանք հերթով ամեն ինչ անելու են։ Ուղղակի քանի որ այս ամեն ինչի կիզակետում այս եկեղեցին է ամենամեծ այս ամեն ինչի կրողը, հա, ինքնության, պատմության, պահանջատիրության եւ այլն եւ այլն։ Սրանով պայմանավորված հենց իրան այս թիրախի մեջ վայել։ Մի խոսքով, հիմա էլ հանեցին բանակից։ Ինչով է կարևոր բանակում այս ծառայությունը, որ իրականացնում էին հոգևորականները։ Ցանկացած մարդ, երբ որ կտրվում է իր միջավայրից, իր սովորական առօրյայից, ինքը կարիք ունի խոսալ։ Տեսեք, ես չեմ ասում հոգեբանի կարիք, հա։ Չեմ ասում լավ ընկերոջ կարիք։ Պարզապես խոսալու, որ մեկը կլսի ու կհասկանա։ Որովհետև ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ դու բանակում ունենալու ես այդ մտերիմ մարդը, որ քեզ ճիշտ է հասկանալու, որ քեզ լսելու է ու չի քննադատելու։ Իսկ նա հոգեբանորեն այդ երիտասարդների օդի ջրի նման էր պետք։ Օդի ջրի նման։ Այդ ֆունկցիան իրականացնում են այդ ծառայողները։ Բացի, ասենք, կրոնական քարոզից, քրիստոնեական քարոզից, նա ամենակարևոր բանը, որ նրանք իրականացնում էին, նրանք միշտ բաց էին, հասանելի էին մարդկանց համար, ովքեր խնդիրներ ունեին, հոգեբանորեն, կարող էին ուրախ լինեն կիսվել, ուզենային կիսվել, տխուր լինեին, ուզենային կիսվեն, ստրեսային վիճակում լինեին, ուզենային կիսվել։ Այսինքն սա մի ծառայություն է, որը ցանկացած մեկի սա պետք է։ Մեզ ինձանից սկսած, ձեզանից վերջացած։ Ցանկացածից պետքա մեկը միշտ, որ մենք կարողանանք վստահ լինել մեր դասումների կիսելու մասով, ու ամենակարևորը որ մեզ չմեղադրեն, մեզ չքննադատեն, դա ներքին պահանջ է։ Եվ այդ պահանջը բավարարվում է հոգևորականների ձեռով։ Սրանք թքած ունեն ամեն ինչի վրա։ Թքած։ Որոշված է, որ պետք է արմատախիլ արվի եկեղեցի։ Հիմա սա այս հանցագործը բոլոր իմաստներով հրամանա տալիս, որ վերջ այդ ծառայությունը ավարտվեց։ Դե, գիտեք, դա մոտ եմ ասում, պայքարը տեղափոխվել է ընտանիք, որովհետև պետական կառույցներում այլևս բան չկա, օրենք չկա, արտարադատություն չկա, պահանջելու ռեսուրս պայքարելու գործիքակազմ չկա։ Մի հատ բան է մնացել, չդառնալ սրանց նման։ Բարոյապես չմեռնել եւ չանցնել թշնամու կողմը։ Իսկ դա հնարավոր է մենակ ամեն ընտանիքում։ Այս սուբավիճակով դրոցը չի տալու, մեդիան չի տալու, քաղաքական դիսկուրսները չեն տալու, ոչ մի բան չի տալի դրսում, ոչ մի չի տալու այդ առումով։ Մնացել է ընտանիքը։ Լավ է ասում, պատերազմը սենց սահմաններն եկել ասել է ընտանիքին։ Եթե ընտանիքն էլ ամուր չի, ընտանիքն էլ ճեղքվեց, մոռացեք։ Մենք փակում ենք մեր պատմության վերջին էջերով։ Արցախի կորուստը չի մենակ։ Մարդկային կորուստն է, մարդու կորուստն է, հայ մարդու կորուստն է, հայ մարդու տեսակի կորուստն է։ Դա ման եմ ասում, ով բարոյապես մեռա, ֆիզիկական մահը ընդամենը ժամանակի խնդիր է։ Նա սկզբից մարդը բարոյապես է մեռնում։ Իսկ բարոյապես մեռած մարդը արդեն քայլող դիակ է, ոչ մի բան չկա դա։ Քայլող դիակ, ինքը ոչ մեկին ոչ մի վտանգ չի սպառնում։ Ոչ մեկն է։ Բարոյապես մեռած մարդ ինքը ոչ մեկն է։ Ինքն արդեն մեռել է, ուղղակի չեն ասում, որ իր տրամադրությունը չընկնի։ Իսկ նույն ժամանակ Լոս Անջելեսում ստորագրավակ պրոցես Հովնան Տերտերյանի հեռացնելու կապակցությամբ։ Նայեք։ Ողջույն հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի միացած տիրադավների ցուցակը, ինչպես գիտեք, գլխավորում է
հայ առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան Տերտերյանը, եւ այդ լուրը հայտնի դառնալուց հետո մեր համայնքում որոշակի հավատացյալ համայնքում խմորումներ են տեղի ունենում, ոմանք բոյկոտում են, ոմանք պասիվ են, ոմանք լքել են եկեղեցին, ոմանք էլ որոշել են ներսից պայքարել այդ ամենի դեմ։ Իրավիճակի մասին այսօր պարզաբանումներ ստանալու եւ մանրամասներ իմանալու թեմայով զրուցելու եմ Յունոնո Հակոբյանյանի եւ Տիգրան Նիկողոսյանի հետ եւ սկսենք Յունոնոյի հետ, ողջույն Յունոնո, շնորհակալ։ Դու կարող եք ամբողջական հաղորդումը նայել, Alpha News-ի եթերում, հարցը սա չի, հարցը կարևոր պրոցեսն է։ Ես նայեցի շատ արագ, պրոցեսը կա, նշանակում է, ինչ-որ մի բան կարող է փոխվի նաև Սփյուռքում։ Իսկ Սփյուռքի փոխելը այսօր շատ ավելի, չեմ ասում, Սփյուռքի ձեռքով Հայաստանում փոփոխություն անել, այսօր ավելի շատ իրատեսական է, քան Հայաստանում նույն բանն անելը, որովհետև Հայաստանում էլ ռեսուրս չի մնացել, մեծ ռեսուրս չկա, մարդիկ իրենց զգում են ուղղակի անօգնական, մեկուսացած, եւ ամենակարևորը, չեն տեսնում են գործիքակազմը, որով իրանք կարող են փոփոխություն անել։ Սովորաբար որոնք են այդ գործիքակազմը, մարդկային իրավունքները, խոսքի իրավունք, ազատությունների իրավունք, հա, չկան այդ իրավունքները, չկա գործիքակազմ, որ դու դանով պայքարես, միտինգների իրավունք, համանքների իրավունք, չգիտեմ, չկա, վերջացել է։ Մարդիկ ուզում են, գիտեն, որ դա պետք է արվի, բայց ինչպես արվի, գործիքակազմի խնդիր կա։ Եվ այդ իմաստով Սփյուռքի ակտիվանալը չափազանց կարևոր է, ոչ միայն հոգեբանական իմաստով, այլև հենց գործիքակազմ։ Որտեղ այն ինչ հնարավոր է անել Սփյուռքում այդ հյուպատոսարանների, դեսպանատանների առատ, դրանց կանչել խորհրդին, կանչել պատասխանատվության, հա, կանչել, հավաքվել, ասենք, չգիտեմ, համայնքով, ժողով անել ու հրավիրել, չգիտեմ, ասենք տարբեր երկրներում տարբեր են, հա, կնեն հյուպատոս թե դեսպան, բայց ժողով անել ու հրավիրել, թող գան պատասխան տան, թող գան ստեն, դուք էլ նկարեք տարածեք, որ սրանք իմանան հələ մի վայրկյան։ Հայ աշխարհը դա Հայաստանը չի մենակ։ Սրանք ամեն ինչ բերել են, փակել են այդ Հայաստանի մեջ, որտեղ իրանք տիրապետում են բոլոր գործիքակազմերին, այսինքն որտեղ իրանք իրենց կարծիքով անպարտելի են, ոստիկանները իրանցնա, դատարանները իրանցնա, դատախազը իրանցնա եւ այսպես ամեն ինչն իրանց է։ Իրանք հենց դա մեջ են փակել, որտեղ ապահով զգան։ Հենց հասկացան, որ հայկական աշխարհը դա Հայաստանը չի միայն, այլ Բերլինն է, Վիետնամն է, Լոս Անջելեսն է, Նյու Յորքն է, չգիտեմ, Լոնդոնն է, որտեղ մի քանի տասնյակ հայ կարող են ժողով անել ու իրանց կանչել պատասխանատվության, անկախ նրանից Հայաստանի քաղաքացի են թե չէ, հայ։ Թող չգան, թող մերժեն, բայց գան, որ բան կա, պրոցես կա, որ իրանցից պահանջում են, չէ՞ որ դեսպանը կամ հյուպատոսը մի օր միտեղ պետք է գնա։ Ինքը չի կարող ասես նստի այնտեղ, փակի դուռը, ասի ես կապ չունեմ, ես ոչ մեկ էլ պետք է չխոսամ։ Մեկ անգամ, երկու անգամ, բայց իրանց ֆունկցիան դա չի, իրանք պետք է մտնեն այդ համայնքային։ Իսկ ո՞նց են մտնելու համայնքային կյանք, երբ որ գիտեն այնտեղ իրանցից հաշվետվություն են պահանջում։ Չէ՞ ասենք շվեյցարահայի համար ոչ մի խնդրեմ չկա, հարցնի իր դեսպանը, կներեք, դուք ո՞նց եք, ինչ իրավունքով եք, ինչ հիմնավորում եք կաթողիկոսի նկատմամբ քրեական գործառույթում։ Էս ինչ է կանոն ընդհանրապես։ Դուք ինչ իրավունքով եք մարդկանց խոսքի, մարդը ինտերվյու է տալիս խոսքի համար, այդ խոսքի համար, որ ոչ հաջողակ է, ոչ սահմանության խախտում է, ոչ իմանա։ Դուք դատապարտում, դուք կալանավորում, դուք էս ինչ եք անում ընդհանրապես։ Էս ինչ եք անում արդեն, հա։ Ես դամա Սփյուռքի ակտիվությունը ցանկացած ֆորմատի մեջ չափազանց կարևորում եմ։ Իրանք պետք է իմանան, որ ամբողջ Հայաստանը այսօր կլորացած ու խոշորացած աչքերով իրանց է նայում։ Դե շնորհակալ եմ նախաձեռնության համար։ Հուսով եմ ինչ-որ մի բանի կհասնեք։ Արդեն հասել եք։ Արդեն այս process-ը ինչ-որ մի բան նշանակում է։ Իսկ սա զարմանում է, իսկ սա գիտի իր մասին մեկ ինչ է։
խոսում։ Ինչպիսին ես Երևան պատմության մեջ ես ձեզ ասել։ Պարզապես պատմության մեջ կլինեն հերթական ները, սրբապիղծը, դավաճանը, հողատուն, չգիտեմ ինչ ուզենք։ Գիտի ինքով է։ Ինքը գիտի ինքով է։ Արդյոք մենք կարող ենք պատկերացնել ու վստահ լինել, որ ինքը դիտավորյալ է այս ամեն ինչ անում, որովհետև մինչև մարդը չի հասկացել դա։ Մարդը հələ սրա մեջ ինչ որ բան է փնտրում։ Այս մարդը գիտի ինքով է։ Այս մարդը դիտավորյալ այս ամեն ինչ անում է։ Իր ֆունկցիան, իր նպատակը դա է։ Գիտեք, ասում եմ, երբ որ մեկը քայլում է բադի նման, հա, ձայնը հանում բադի նման, լողում է բադի նման, դա ուրեմն բադ է էլի։ Ինքը չի կարող այնպես բան լինի, նապաստակ լինի, բայց լողա բադի նման, խոսա բադի նման, ձայնանի բադի նման, քայլի բադի նման, չի լինում տես բան։ Հայաստանում միջև հիմա մարդիկ փնտրում են, ասում են, չէ, ճիշտ է, ամեն ինչը տենց է, բայց ինքը տենց չի։ Ինքն է այդ մասին նույնիսկ ասում։ Իսկ միևնույն ժամանակ Ադրբեջանի մարդիկ իրենցից ազգ են կերտում։ Իրենցից ազգ են կերտում, հասկացեք, իրենք խնդրեմ ունեն։ Ինքնության խնդրեմ ունեն։ Հիմա էլ հասել են արդեն, այդ ռուսկներին են հասել, տրոյացիներին են հասել, վիկինգներին էլ կհասնեն։ Էլուր ասես հասնելու են իրանք։ Սկիֆներին էլ կհասնեն, հա։ Որ ադրբեջանցի են եղել։ Մեր նախնիներն են եղել։ Հայաստանը Նիկոլով է սահմանափակվում։ Իրական Հայաստան, իրական Նիկոլով։ Ադրբեջանցիները ընկել են իրենց գիտաբոժ ճակերտավոր գիտական աշխարհով, իրենց արմատներն են փնտրում։ Դուք հասկանում եք, ինչքան կարևոր է ազգ դառնալու համար։ Այնքան կարևոր է, որ իրանք չեղածներից բան են ուզում ստեղծել։ Մենք մեր ունեցածի վրա, ասես նայում ենք, գիտեք ինչպես, ոնց որ հենց այտենց էլ պետքա լինի ու դա առանձնապես մի մեծ բան չի։ Սա սոսկալի է։ Այս մարդիկ ընկած ստեղծում են, իսկ մենք սենց ենք նայում։ Դե հա, ուրիշ ոնց պետքա լիներ։ Ի վերջո դա ինչ կապ ունի։ Չէ, կապ ունի ու կարող է դա տես չլներ։ Որովհետև եթե մենք հասկանանք իրոք գիտակցենք մենք ում զավակներն ենք, ամոթից գետին է կմտնենք։ Ամոթից այս վիճակի համար։ Որովհետև հասկացեք, Սասունցի Դավիթի հետնորդը չի կարա Մելիքի սրի տակով անցնող լինի։ Մսա Մելիք էլի։ Դա չի ես ընկել Մելիք էլ ունեմ։ Դերբի դուք էլ ունեմ։ Հա, իսկ մարդ որ չի հասկանում այդ պատասխանատվությունը, իր համար մեկ այն չի տակով անցնում։ Ծիածանի տակով էլ կանցնի, որտեղ էլ խնդիր չունի։ Իսկ սրանք գիտեն դրա արժեքը, գիտեք ինչի գիտեն, որտեղ չունեն, որտեղ անտես չունեն։ Իրանց ամենաունեցած, ամենահին պատմությունը, ամենահին կերպարը իրանց սև ու սպիտակ ոչխարներն են։ Դու իրենք ընկած բան են ստեղծում։ Բայց քանի որ բաց էր մնացել այդ նկարը, ես այդ նկարի մասին խոսամ, բայց վերջում, իսկ այդ միջատ չմոռանաք տարածել։ Իսկ հիմա լսենք սրանց, որ 65 պլյուս տարիքի 50,073 թոշակառու, 50,073, պես ինչ թիվը, հոմար X29 դրությամբ ստացել է 4,3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն, հա, դուք գիտեք, թոշակառուներ ջան, դուք մի նեղացեք, մի բողոքեք, դուք այդ թվերը չեք տենում, այդ փողերը չեք տեսնում, բայց այդ փողերը գնում է, իրանք իրանց ստեղծել են ապահովագրական ընկերություններ, իրանք իրանց փող են տալի, ձեր վրա էլ հաշվում են։ Հիմա դու բուժվել ես, չես բուժվել, դու գիտես դրա մասին, չես գիտես, դու նույնիսկ կարող արդեն թոշակառուների իզներեն հիվանդ ես, բայց օգնություն չես ստանում, բայց քո փողերը արդեն ով պետք է ստացել է։ Եվ իրանք արդեն 4,3 միլիարդ հունվարի 29-ի դրությամբ մեկ ամսա մեջ արդեն ձեր աշուն տարել են։ Բայց դուք ինչ եք ուզում, էլ ինչ եք բողոքում ես իշխանություններից։
Հետո զարմանում եք, որ ինքը գիտի, որ ինքը ներն է։ Չէ, ինքը գիտի։ Ոգի դեռ մարդ կա, կասկածում է, սա ներն է, թե չէ։ Այն դժվար է, գիտեք, այդ կասկածողներին արդեն մարդել ասել։ Այս որ շատ ենք ներ ասում, այնքան շատ ենք ասում, որ ինքն էլ է սկսել ասել։ Ես մի բան պետք է ասեմ, որ ինձ ասել է, ու ես էլ պետք է կիսվեմ։ Քանի որ ես համենա որն է, ամեն օր եթերով եմ, ամեն օր ռեժիմով եմ ձեր հետ, եւ շատ ժամանակ տրամադրությունս, հոգեկան վիճակս, այսքան բացասական բանի մասին խոսալ եւ անհետևանք չի կարող, չէ՞ ասեմ։ Մեկ իմ տրամադրությունն էլ ասես պայթուն եթերում։ Իմ շատ լավ ընկերներից մեկը զանգեց ինձ, որ ասի, որ Վարդան ջան, քեզ նայի։ Եվ ամենակարևորը գիտեք, որ ընդունի վերջո ինչ որ կա, որտեղ այս շրջանը ների ակտիվացման շրջանն է։ Ասողը բան կա, չէ՞, հիշում եք այն կինո կա, ասում է главный по звездам, հա։ Այդ կատեգորիայի ասող է, главный по звездам, աստղերի գծով բանը շեֆն է։ Այս փուլը մենք հիմա որ ապրում ենք, դու մի զարմացի, որ sense որ կողմ նայում ես ները, Ռուսաստան նայում ես ները, Ամերիկա Միացյալ նայում ես ները, Հայաստան նայում ես, որովհետև էս իրանց շրջանն է։ Բանը ընդունի ոնց որ կա։ Բայց դժվար է այդ համաձայնվելը, չէ, համաձայնվելը չես կարող չհամաձայնվես, համակերպվելն է դժվար, որովհետև ինչքան ուզում է դա իրականությունն լինի, դա մտածում ես լավ, էսի իրականությունը բա մենք ինչ անենք։ Ես դրա համար եմ ասում, պատերազմը այդ գիծը եկել հասել է մեր ընտանիքներին։ Եթե մենք կարողանանք միտեղ պաշտպանվել եւ բան փոխել, դա լինելու է մեր ընտանիքը։ Մեր ընտանիքը, որտեղ ամբողջ ապարատները զբաղացած է դրանցով։ Իրենք աշխատում են իրենց ծրագրերի համար։ Եթե կարողացան ընտանիք էլ մտնել այդ բջիջը քանդել, վերջ։ Միակ սրանց դիմադրությունը առողջ բջիջն է, իմունիտետ։ Եթե սան կարողացան քանդել, մարդկության իմաստով, հա, ինքնությունը կորցած ազգերը մեռնում են։ Ինքնությունը կորցած մարդն էլ, ասում մարդկային դեմքը կորցած է հենա մեռած, հա, այտենց են մեռնում։ Ու իրանք աշխատում են դրա համար, որովհետև այն մասսան, որոնք արդեն ինքնությունը կորցրել է, իրանց համար արդեն ռասխոդի մատերիալ է, կուզենան կուղարկի պատերազմ, կուզենան վրեկները փորձարկումներ կանեն, ինչ ուզենան կանեն, կառնեն, կծախեն, ինչ պետք է իրանք կանեն։ Միայն տակցությունը, իմունիտետը, բարձր մարդն է սրանց համար պրոբլեմ։ Ու այսօր աշխարհը հենց այս պատերազմի մեջ է, կարևոր չի որտեղ է։ Մենք Հայաստանից ենք խոսում, բայց ամբողջ աշխարհն է այս վիճակում։ Նույն պրոբլեմը կա եւ Ամերիկայում, նույն պրոբլեմը կա եւ Իսրայելում, հեսա դրա մասին ենք խոսալու, թե դեռ ինչքան առողջ մարդ կա, նաեւ նույն պրոբլեմը Ռուսաստանում էլ կա, Ուկրաինայում էլ կա, բոլոր տեղերը առողջ մարդիկ կա։ Ու բոլորը այս ցավով հենց հիմա տարապում են։ Ուղղակի մենք մեր դարդն ենք լացում, ոնց որ ասում են։ Բայց պետք է հասկանանք, որ այս շրջանն է տենց, ու չի նշանակում, որ մենք պետք է հանձնենք ընդհակառակը, մենք պետք է վերադառնանք եւ ուշադրություն դարձնենք, դեմքով դեպի ներս նայենք, որպեսզի կարողանանք դիմագրավել այս ամեն ինչը։ Ես դա համար ասեցի, այս նկարը ինձ բերեց այս բանին, էլի։ Դա մասին էլ խոսա։ Ուսանել նայեք, այս լկտին էլ նայեք։ Հայ կոնջորանն է։ Մեզ մեղադրում են թոշակ չբարձրացնելու մեջ։ Երբ էր տատիկ պապիկը 4 միլիոն դրամ ստացի իրավարության համար։ Այ տատիկ պապիկներ, դուք չգիտեք, դուք այդ միլիոնները ստանում եք։ Սրանք արդեն 4-3 ինչքան է 3 միլիարդ թե 4 միլիարդ։ 4-3 միլիարդ արդեն ծախսել են ձեր վրա։ Տատիկ պապիկները 4 միլիոն դրամ են ստացել իրենց առողջության համար։ Ուղղակի դուք չգիտեք։ Դուք չգիտեք, դուք պետք է ուրախ լինեք դրա համար։ Իսկ դուք բողոքում եք, որ ասում են 10,000 դրամը ձեր ինչ ասել։
Իրաց տալիս են միլիոններ, ձեզ 10,000 դրամներ չի ասնում, բայց ձեր թիկունքում այդ փողերը ուր պետք է գնում է ձեր անվան տակ, այնպես որ արգելի տատիկ պապիկներ։ Հիմա լսենք Զախարովային ինչ է ասում։ Ռուսաստանը թրիփի նախագծին մասնակցելու հարցը քննարկելու պատրաստակամության մասին է հայտարարում արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ նախ սակայն պետք է ծանոթանան հայ-ամերիկյան ծրագրի բոլոր մանրամասներին։ Հայաստանյան երկաթուղիները հանձնված են ռուսական ընկերության կառավարմանը։ Мы подтверждаем готовность изучить возможные варианты нашего подключения. Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը ուսումնասիրելու նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով, բայց նախ եւ առաջ Եզակի փորձառությունը սպանիչ նախադասություններ, եզակի փորձառությունը Հայաստանում եզակի փորձառությունն է ռուսական երկաթուղիցը, շատ եզակի Երևի եզակի իրոք երկաթուղին է, որ 70 տարի ոչ մի բան չի փոխվել մեջը։ Ոչ կաբինաները, ոչ նույնիսկ գույնը, ոչ տեխնիկան, ոչ մեխանիզմը, ոչ մի բան չի փոխվել։ Բացառիկ փորձառությունն է։ Վերադառնանք հիմա թրիփին։ Ես ասել եմ, չէ՞ միշտ։ Առանց Մոսկվայի համաձայնության Ճիվաղը, ները նույն ինքը, Ներոնը չէր կարող է ծրագրի տակ մտնել։ Իրանք չեն ասում, որ սա իրանց նախաձեռնությունն է, բայց իրանք ասում են մենք պատրաստ ենք մտնել։ Մենք պատրաստ ենք քննարկել, բայց մենք երկար գիծ ունենք ընդդեմ, ոնց։ Ժորժը ով ինչ ուզում ասի, կարող եք իսկան չկասկածել, որ եթե հանկարծ Մոսկվան դեմ լինել այս ամեն ինչի, Փաշինյան Նիկոլը Երևանից նույնիսկ ինչ ասեմ, Ամստերդամի օդանավակայան չէր կարող թռնել ու հետ գալ։ Չեմ ասում եմ մեկի հետ հանդիպել, թռնելու հետ գա։ Մարդիկ հանգիստ, ուրիշի ձեռքով իրաց գործ անում են։ Ուրիշի ձեռքով։ Իբր իրաք ընդհանրապես պատրաստ են քննարկելու, բայց վաղուց արդեն քննարկած է, որովհետև բոլոր հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին ուր է գնում։ Մոսկվա։ Զեկուցել։ Սա նրանց համար, ովքեր մտածում են կարող այս ամեն ինչը իրենց իգիտությունով չի եւ ամենակարևորը Ռոբերտ Քոչարյանն էլ փաստորեն համաձայն չի Զախարովայի հետ։ Ռոբերտ Քոչարյանն էլ չէ՞ եք ասում, այս թրիպը ամերիկա-թուրքական դիվերսիա է Հայաստանի նկատմամբ։ Մոռացա Մոսկվայան տա։ Հա Քոչարյան։ Թե դու համաձայն չես Զախարովայի հետ։ Մի տեսակ չի ստացվում։ Համաձայն չէ Զախարովի, թե Զախարովյան մոռացած տայր։ Բայց ինչ կանխատեսել եք դուք։ Համջա։ Երեք հիշում եք երևի, այն թուրքը Մահմեդ Օզը, որը հայերին մեղադրում էր հայերին, ռուս հայկական մաֆիոզ խմբավորումներ, որոնք զբաղված են ֆինանսական հափշտակություններով։ Թուրքը, ընդ որում Թուրքիայի քաղաքացի է դա։ Այսօր Նյու Յորքի գավերնորը ղեկավարը Կալիֆոռնիայի կներեք։ Կալիֆոռնիայի ղեկավարը քաղաքացիական հայց է ներկայացրել հենց այս ընկերոջ նկատմամբ։ Հայց, որը պահանջում է հետաքննել սրա խոսքերի գործողությունների մեջ իրավաչափությունը, որովհետև ես եք ասեցի, սա, այն ինչ որ ինքն ասում է, սա ռասիզմ է, դրա համար դատ է հասնում։ Դրա համար իրեն դատ է հասնում։ Եվ Կալիֆոռնիայի գավերնորը, ղեկավարը քաղաքացիական հայց է ներկայացրել սրա նկատմամբ։ Իսկ ով է սա։ Սա դե ինչպես մնացած բոլոր թուրքերը Էրդողանի գործիքն է։ Էրդողանի քիփն է, Էրդողանի գործիքն է, ընդ որում նաև Թուրքիայի քաղաքացի է սա։ Թուրքիայի քաղաքացի։ Երկքաղաքացի է։ Ու այս կարգի բարձր պաշտոն է գրավում։ Մի զարմացեք։ Թրամփի օգնականը Թուրքիայում Էրդողանից փող է ստանում, իրաց հետախուզություններ չեն բացահայտել։ Թուրքիան պարտքերի մեջ, դեֆոլտի մեջ, ինֆլյացիայի մեջ պայթում է, բայց սրանք
փող չեն խնայում իրաց լրտեսական ազդեցության գործակալների ցանցը մեծացնելու համար, քաղաքական գործիչներ գնելու համար դրանց համար փող կա, որովհետև իրաց պետության ապագան դրանով են պատկերացնում, միայն քաղաքական։ Իրանք տնտեսության վրա թքած ունեն, չգիտեն տնտեսություն ոնց կազմակերպել, բայց գիտեն մի բան, որ հարմար ճիշտ մարդկանց գնելով դու կարող ես քաղաքական աշխարհում համաշխարհային հարցեր լուծել։ Մի բան, որ դու չես կարող անել, եթե դու նույնիսկ ամենալավ տնտեսությունն ունես, առանց այդ քաղաքական հնարանի։ Հիմա իրանք, քանի որ բան չէ, գիտությունների մեջ շատ հմուտ չէ, թուրքերը մասնագիտացել են, ինչպես նաև հրեաները մասնագիտացել են, հենց քաղաքական այս բաների վրա, գործիքակազմի վրա, իսկ ինչպես է թուրք լրագրողը հայտնի նկարագրում Ադրբեջանին, որ դա պետություն չի, սա նորից հիշեցնում են իրենց, որ ընդամենը բանը ցեղ են իրանք, ցեղ, անհայտ ցեղ, անհայտ, բայց մահմեդական ցեղ է, ու դա պետություն չի, դա մի հատ կոլոնիա է, գաղութ, որտեղ կա նստած Խան Ալիևը, այ տարբերություն Թուրքիայի միջելոց հենց էլ կա, Ադրբեջանը պետություն չի, պետության ոչ մի կառուցվածք չունի ինձ, պետության հոտ չի գալի, ի տարբերություն Թուրքիայի, Թուրքիան վատ պետություն է, բայց գոնե պետություն է, կառուցվածք ունի, ինստիտուտներ ունի, մի խոսքով, Ադրբեջանը դա չունի, ու Թուրքիայում, թուրքական հեռուստատեսությունում դա մասին խոսում են, ավելին ասում են Արցախը Ադրբեջանինն է, Ադրբեջանն էլ Թուրքիայինն է, Թուրքիայում այսպես են նայում այս հարցերին։ Այն որ ասում է Իսրայելում էլ մարդիկ կան, ու այս խնդիրը ինչի մաս այս ների ի հայտ գալ այսօրվա կառավարում, ի հայտ գալ սխալ բառերևի այսօրվա դոմինանտությունը ոչ միայն մեր համար է պրոբլեմ, այլ ամբողջ աշխարհի։ Եվ այսպես ուրեմն հարցում են արել Իսրայելում, արդյոք Իսրայելի ժողովուրդը աջակցում է պատերազմին, եւ արդյոք ինքը համարում է, որ այս ամեն ինչով ինքը հաղթել է, ինչ որ կատարում է 2 տարվա մեջ, հաղթել է կամ հաղթում է Գազային։ 29%-ն է պատասխանել, որ այո, 29%-ը։ Մնացածը 54%-ը ասել են չէ, Իսրայելը չի հաղթում ու չի հաղթել այդ պատերազմը։ Ոնց է, Իսրայելը 2 տարի է պատերազմը իրականացնում անզեն Պաղեստինի դեմ ու չի կարողանում հաղթի 2 տարուց ավել։ 54%-ը այդ կարծիքի են, որ չի հաղթել, որտեղ դա հաղթելու բան չի, դա բռնելու բան չի, որ դու բռնես, որպեսզի հաղթես Պաղեստինը, պետք է ուղղակի 2 միլիոն 100,000 մարդու կոտորես, սպանես, 100,000-ից ավել արդեն կոտորել է, մնացել է 2 միլիոնը, այդ 2 միլիոնը էլ պետք է կոտորես, Թուրքիան ո՞նց արեց, այդ էլ պետք է անես, բայց քանի դու դա չես արել, դու չես հաղթել։ Հիմա չեմ ասում, որ 54%-ը կողմ է դրան, բայց ինքը պնդում է, որ այս հարցի լուծում չի եղել դրանով, որ դա հարցի լուծում չի ընդհանրապես, բայց 29%-ը ջարդել ենք ամ, այնտեղ երկիր չի մնացել, քաղաք չի մնացել, ավերածությունն է, իրանք մտածում են, որ իրանք այդպես հաղթել են, բայց ընդամենը 29%-ը, որը նշանակում է ժողովուրդ ջան, որ Իսրայելում էլ մի հսկա տոկոս, 54%, համաձայն չի ամեն ինչ հետ, ինչ որ կատարվում է, համաձայն չի, նույնիսկ Իսրայելում, որ այս ամեն օր խոսում թե ինչ է նշանակում Իսրայելի կառավարություն եւ ինչ դեր ունես ամեն ինչի մեջ ինքը։ Այնպես որ այս չարիքի իշխանությունը վատա բոլորի համար, բոլոր առողջ մտածելակերպ ունեցող մարդկանց համար։ Կարևոր չի ինքը ապրում է Իսրայելում, Ամերիկայի Մեծ Նահանգներում, Հայաստանում, թե որտեղ, թե Ռուսաստանում կամ Ուկրաինայում։ Ափսոս ուղղակի Ռուսաստանում նման հարցումներ հնարավոր չի իրականացնել, դե չեմ ասել մենք իմանայինք Ռուսաստանում ինչ է կատարվում այդ առումով։ Աբրահամ Լինկոլնը էլի շուրա եկել ու գնում է
դեպի Իրան։ Եվ այս անգամ ավելի մեծ թափով, ավելի մեծ ուժերով մի պահ բան են արել, դադարել են եւ հետ էին գալի, չէ՞։ Հիմա չէ, էլի deep state-ը էլի ոնց որ թե չի կարողանում ազդի գործողությունների վրա, Թրամփը էլի շուռ ա տվել, այս անգամ ավելի մեծ մասշտաբով գնում են դեպի Իրան։ Այսինքն պատերազմի հավանականությունը կրկին մեծանում է։ Եթե մի պահ նահանջել է, այսօր կրկին մեծանում է։ Եվ ես չեմ կարող ասել, էլի հետ կգա, թե պատերազմը կսկսի, բայց այս անգամ ավելի մեծ ուժերով են շարժվում, որ այն աստիճան, որ շատ բաներ էին, մեդիաներ էին անդրադարձել։ Ես հիմա թվերով չեմ ուզում ձեզ ծանրաբեռնեմ, բայց հիմա ավելի շատ են ռեսուրս դրել process-ի մեջ, քան ասենք նույնիսկ մեկ ամիս առաջ էր, երբ որ նոր սկսել են ակտիվացնել այս խոսակցությունը կրկին։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ես ասում եի, Թրամփը կարող է հետ կանգնի, բայց Իսրայելը չի հետ կանգնելու իր ծրագրից։ Ու քանի Թրամփի իշխանությունը կա, Թրամփի ձեռով փորձել է Իսրայելը լուծի ի վերջո Իրանի հարցը։ Այն ընկերները, պարոնայք, չգիտեմ, տիկնայք, որ մտածում են Իրանի հարցը լուծելը դա իշխանապողությունն է Իրանում Իրանում լուծելու հարցը։ Չէ, դուք շատ լավատես եք։ Իրանում իշխանապողություն չի, որ փնտրում է Իսրայելը, բացարձակապես, ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդհանրապես բան չի փնտրում անդեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականը, քաղաքական մեծամասնությունը դեմ են այս ամեն ինչին։ Սա պետք է բան է Իսրայելին բացառապես։ Ու ոչ թե իշխանապողության, այլ այդ երկիրը մասնատելու, Սիրիա դարձնելու։ Իսկ այս process-ը շատ ծանր անդրադառնալու է հանգստեն եղավ առաջին հերթին Հայաստանի վրա, եւ ավելի մեծ մասշտաբներով ավելի վատ ալինելու այս Թուրքիայի համար, Ադրբեջանի համար, որովհետեւ ոչ մեկ չի կարող երաշխավորել ինչա նշանակում, ինչ հետևանքներ կունենա Իրանի սիրիականացումը, երբ որ Թուրքիա մի կողմից ունի Սիրիա սահմանի վրա քրդերի խնդրեմ, մեկ էլ հանկարծ այդ կարգի խնդիրներ լինեն Իրանում, որի հետ ինքը խաղաղ է, պատերազմ չունի, բան չունի։ Իսկ հաջորդ թիրախ որպես ինքը դառնալու է արդեն Թուրքիա։ Էրդողանը շատ լավ գիտի, դա համարել այսենց ատամներով ինչքան հնարավոր է դեռ պահում է։ Ոչ թե օգնում է Իրանին, այլ պահում է դիրք, որ ինքը դեմ է այս պատերազմին։ Բայց այսօր իմացա, որ Իրանը, Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը խորը համապարփակ ռազմական համագործակցության պայմանագիր են մշակում, դեռ չեն կնքել, դեռ վերջնական բան չկա։ Մշակում այդ երեք երկրները, որպեսզի կարողանան դիմագրավել ամերիկյան ճշմարտ։ Ես չեմ կարող ասել, այդ մշակելը կհասնի այն աստիճանի եւ իրոք լուրջ ֆորմատ կընդունի, որ հալվածի դեպքում, հարձակման դեպքում իրար պաշտպանեն Իրանին, թե ոչ, ես դրան չեմ հավատում, մանավանդ Ռուսաստանի կողմից, Չինաստանը կարող է, բայց Ռուսաստանը չէ։ Որտեղ եթե Ռուսաստանը պաշտպանող լիներ, ինքը չէր թույլ տա Զանգեզուրի միջանցքը։ Չմոռանանք։ Բայց դες խոսակցություններ գնում են շատ լուրջ մակարդակի վրա, որ այո, քննարկում են, կարող ասա ինֆորմացիոն բլեֆ է բանի նկատմամբ, այդ ժամանակ է կտա, բայց որ գործողություններին արում ենք, ամենամեծ սպառնալիքը Զանգեզուրի միջանցքն է, Ռուսաստանն էլ այդ խնդրեմ չունի։ Ինչ պայմանագրի մասն է խոսքը։ Սա ռուսների հերթական պարզվելու է, հերթական կեղտոտ քայլն է, ընդհանրեն։ Այսօրվա այդ քեֆ ուրախությունը, որ տեսա, ուզում այս մյուս քեֆ ուրախության մասին էլ ձեզ պատմեմ։ 10-9 года, Рождество. Пока мир праздновал, в грязном дворе военной части в Тырговиште решалась судьба страны. Двоих стариков вели к кирпичной стене, руки плотно стянуты веревками, кожа землистого цвета. Перед ними расстрельная команда из 3 десантников. Как диктаторы оказались в капкане. Казалось, их власть вечна, но ярость народа была быстрее пуль. Николай и Елена Чаушеску правили Румынией более 20 лет. Это была эпоха тотального контроля. Они создали империю,
фундаментом которой стали страх и пытки. В то время как обычные люди часами стояли в очередях за хлебом, чета диктаторов заказывала мебель из золота. На кадрах хроники того времени видно, они смотрят на толпу как на декорации, но за декорациями скрывалась нищета. Тайная полиция Секуритаты следила за каждым вздохом. Человека могли арестовать за шепот в пустой комнате. Пропаганда называла Николая гением Карпат. Իրանք էլ սքերեն էին անում, էնել քրիսմասի տոներին, ծննդյան տոներին, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է այս տոնը վերածվի սքի։ Հա, իրանք էլ ստեղծել էին այս համակարգը, որ հետևում էր բոլորին, որ մի խոսքով պատժում էր բոլորին, երբ որ ժողովուրդը սողաց էր, իրանք նույնիսկ աղույքն էին ոսկուց պատրաստում, եւ սկսել են ամենամեծ շենքի շինարարությունը, որ ինքը ավելի մեծ շենքում ապրի, քան ասենք այն պարագայում, երբ որ ժողովուրդը իր տան մեջ նույնիսկ իրանք չեն թույլ տալիս լամպը ուժեղ վառվի, լամպը չէ, այնքան ուժեղ վառվի, որ ասենք լույս տա, ոչ թե մի քիչ խավարը սպանի, հա։ Իսկ տներում ջերմաստիճանը 16-17 տարեկան աստիճան են պահում ձմեռով, որտեղ դա բան է, չէ, կենտրոնական ջերմություն է։ Այսինքն ամբողջ ռումինատ ժողովուրդը նա ոչ լույս ուներ տնում, որ տեսներ վառ, էլի, վառ լույս։ Այնքան որ մի բան էր վառվում, դա էլ էին կոնտրոլանում, որ անգամ ոչ մեկի լամպը ուժեղ չլիներ, որովհետև հիմնական նավթը իրանք չէին վերածում էլեկտրաէներգիայի, որ տային ժողովրդի ծախում էին, էտել էին ծախում, հասնել էին ծախում, ամեն ինչ ծախում էին, ամեն ինչ։ Միջև սենց թվացյալ անպարտ ընկերները, ամուսինները, մեկ էլ գլխի ընկան, որ իրանք արդեն կանգնած են գնդակալման պատի տակ եւ 3 հոգի ավտոմատավոր գնդակալեցին ու իրենց հանձնեցին այդ ավտոմատավորներին գնդակալելու իրենց իսկ գեներալները, որոնք հավատարիմ շան նման ծառայել են իրան, որոնց իրենք վստահում էին անմնացող, այնպես որ ով ուզում է դու թմբուկ խփի, ով ուզում է, չգիտեմ, ինչով զբաղացնի իրան, ինչքան ինքնավստահ զգա։ Ես այսօր նայում եմ մի հատ տեսանյութ, որտեղ նայում եմ ով ոնց է գալու, ոնց են դիմավորում, եւ այդ ամբողջ այդ բոմժակույտն էր, ՔՊ-ի բոմժակույտը աշխարհի ամենաթանկարժեք ու գերթանկարժեք մեքենաներով, ՔՊ-ի բոմժակույտը, չեմ ուզում մեծ մասին անձամբ եմ ճանաչում, գոնե հիշում եմ դրանք ով էին, այսօր գերթանկարժեք ու տես ասեմ մի դիմավորող էլ չունեին, այդտեղ էլ է որ իրանք կապ չունի այսօր ինչ մեքենայով են գալու, բոմժ են, անորակ, ուզում ասեմ այս էական չի իրանք այսօր, ինչ են անում, ոնց են անում ու գլխին են թմբուկ խփում, այն որ լինում է, ու շատ անակնկալ է լինում, շատ անակնկալ, որ ոչ մեկ չի սպասում այդ ժամանակ, եւ որ թվում է թե արդեն ամեն ինչ կորած է, հնար չկա, մեկ էլ հոպ, ապստամբություն, հիշում եք 16 թիվը, եւ որ ավելի սենց տոտալ մի բան, վատ, մեկ էլ հոպ, չաշեսկունեն արդեն պատի տակ են, իրանց ոչ մեկ չես պատկերացնում դա հնարավոր է, այնպես որ ժողովուրդ ջան, պատերազմը չի վերջացել, պատերազմը մոտեցել է մեր տան դռներին, այսօր կռիվը ներսում, ամեն մարդ իր երեխու հետ, ամեն մարդ իր ընկերոջ հետ, իր ամուսնու հետ, իր կնոջ հետ, իր մերձավորի հետ պետքա աշխատի, պահի այս կորիզը, հենց իրանք այս կորիզն էլ կոտրեցին ընտանիքի, իրանք էլ են մեռնելու պետության հետ, այսի քաղցկեղն է, քաղցկեղը սկզբից սպանում մարմին հետ ու մեռնում է ինքը, իսկ առողջ օրգանիզմը, իմունիտետ օրգանիզմը բուժվում է եւ քաղցկեղը հետ է նահանջում, մենք դա պետք է այս բառերն եմ ուզում մեզ հիշեցնեմ, ներիժ մեզ,
մանումենցի կար, Աբաջար Ռոբերտ ջան, մենք քեզ ազգովի դիրք ենք պահք։ Դիրք։ Էսի որպես հիշեցում եմ ասում ես բոլորս։ Մենք այն չէ, որ մենք պետք է մենակ դիմադրենք, հələ մենք ազգովի այս տղուն, այս տղերքին դիրք ենք պահք։ Իսկ մեր նպատակը շատ հեռու է։ Այսօրվա դիմանալը չի։ Դիմանալը ինչ նպատակ է։ Դիմանալը մենք ասես յոլա գնալով հա դիմասել ենք, էլի չէ։ Դիմանալը դիրքերը վերադարձնելն է։ Այդ տղեկին մենք դիրք ենք պահք, հայրենիք ենք պահք։ Այս է նպատակը։ Այս է, երբ որ Մոնթեն շրջափակման մեջ էր, բոլորը ոնց ենք պրծնել, ասում էր, այսօրվա մեր խնդիրը շրջափակից դուրս գալը չի, ուր ռալաքսն է։ Նորից դրաման եմ հիշեցնում։ Այսօրվա այս պատերազմ, որ եկել ասել են մեր դուրը, դիմանալը չի, պետք է չմոռանանք կյաժին։ Պետք է չմոռանանք այն տղեկին, այն 20 տարեկան երեխեքին, որ մեզանից փիլիսոփա դուրս եկան, մեզանից տղամարդ դուրս եկան, մեզանից որտեղ մեր զավակներն էին, իրենք առյուծներ էին։ Իսկ առյուծը շաքար չի դառնում։ Ոչ։ Ուզում եմ մի պահ վերադառնանք ինքներս մեզ։ Ախ, այս թողոբոյի մեջ այնքան դժվար, այնքան հեշտ է չալանալը, մոռանալը, գեղեցիկը, հրաժարվելը, այնքան հեշտ է։ Ես դամբար ամեն հաղորդման վերջում մի բան ուզում եմ, որ ինքներս վերադարձնենք, ինքներս մեզ, հա, այն Սևակի խոսքերով ասած հիշում եք, նույնիսկ Սևակն է այդ մասին խոսում, ասում է օգնին ինձ Մարիամ, որ հաշտվեմ ինքս իմ հետ։ Հա, հիմա այս ասում օգնեք մեզ, հայր, որ մենք ինքներս գտնենք մեզ, սա մենք ենք։ Ամեն չէ։ Իսկ հիմա այն նկարի մասին, որին ես արագ փակեցի, այսօր իմ աչքին ընկավ ավելի տենց սա 19 թիվն է Չիկագոյի ֆիլհարմոնիկի բեմում։ Ու հետո հիշողությունս բերեց Ճապոնիայից ուրախ արել։ Եվ ես ինձ բռնեցի մի մտքի վրա, որ մենք մոռանում ենք ով ենք մենք մոռանում ենք ինչի համար ենք աշխարհ եկել, մեր չափանիշները դառնում են Նիկոլը, մեր խոսակցությունը դառնում է Նիկոլի մասին խոսելը, մենք կտրվում ենք, մենք հեռանում ենք մեզանից։ Եվ ներ եմ ասում, այն մարդը, որ հեռացավ իրանից, նա արդեն բարապես մեռել։ Ուսեց ուզում եմ ամեն անգամ մեզ հիշացնել, որ սրանք էլ կանցնեն, որպես վատ հիշողություն, որպես ծանր արյունոտ հիշողություն։ Ու հաղթանակները մեզ է սպասում։ Ուղղակի պետք է դրան հավատալ, պատրաստվել ու գնալ դեպի դա։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ ձեզ մի փոքրիկ հատված ցույց տամ Բաբաջանյանի հերոսական բալադից։ Հենց սրա մասին է։ Հենց կռվի, հայկական կռվի մասին։ Մենք կարճ
Սա կարելի է հավերժ լսել, բայց ինչքան հայկական է։ Մեր կերնել է հայկական լինելու, հայերը։ Մեր մեթոդաբանության, մեր չափանիշներով։ Հայկական կռվի չափանիշները գիտեք որն է։ Այն Վարդան դուշմանը, դուշման վարդել ավելի ճիշտ։ Հետաքրքիր կերպար էր։ Իր կռիվներ էր հայերը։ Ինքը գերիներին չէր ներասում, երեխեքի չէր ներասում։ Սա է հայկական կռիվը։ Մենք խաղ բնակչության հետ երբեք կռիվ չենք արել։ Մեր պատերազմել է եղել հայերը, իսկ այդ մարդկային խղճով։ Դրա համար եմ ասում, այ ամենադժվար բանը, որ մենք հիմա պետք է անենք, որ մեր դեմ կանգնած է, մեր տեսակին հավաքալի մնալն է, որովհետև չարանալը այնքան հեշտ է հիմա, մանավանդ որ բոլոր ապացույցները կան, որ ինչքան հեռվանում ես մարդկային տեսակից, այնքան հարստանալդ եւ լավ ապրելդ ռեալ է դառնում։ Համար այս գայթակղությունները բանը շատերին կքանդի, բայց պետքա մարդիկ հասկանան մի բան, հաղթելու է նա, ով կմնա ինքի հետ։ Այդ հաղթանակն անելու քաղցր, վաստակած, այսով համար այսքան դա մեծ։